Վանաձորի եւ Ալավերդու քաղաքային լճերի տարիներով լքված ու անխնամ տարածքները նոր կյանք կստանան։ Լոռու մարզպետի նախաձեռնությամբ եւ տնտեսվարողների հետ երկարատև քննարկումների արդյունքում լուծվել են վարձակալության պայմանագրերը։ Քաղաքային լճերի տարածքները վերադարձվել են համայնքներին։ Թե Լոռու մարզում, թե ամբողջ երկրում առհասարակ մենք ունենք համայնքային ենթակառուցվածքներ, որոնք կամ վարձակալության են տրվել տարբեր ժամանակներում, կամ մի մասը անգամ սեփականության իրավունքով են տրվել տարբեր քաղաքացիներին եւ դրանք քաղաքի երբեմնի լավագույն վայրերն են եղել, դրանք լճեր են, հանգստավայրեր են, առանձին դեպքերում մարզադաշտեր են, ճոպանուղիներ են եւ այլն։ Եվ հիմա ի ուրախություն մեր համայնքների եւ ի պատիվ վարձակալների սեփականատերերի նրանք ինքնակամ հրաժարվել են իրենց վարձակալության կամ սեփականության իրավունքից եւ համայնքային բյուջեով էլ երբեմն նաեւ սուբվենցիոն ծրագրով կառավարության աջակցությամբ մենք լայնածավալ հիմնանորոգման աշխատանքներ ենք սկսում, այսինքն համայնքները վերակենդանանում են։ Վանաձորի քաղաքային լճի վթարային տարածքի նախագծային աշխատանքներն ավարտված են, այն կունենա ճարտարապետական նոր տեսք, կվերակառուցվի Վանաձոր գետի հունը, դառնալով կասկադաձև հոսող գետ, կբարեկարգվեն տարածքի ենթակառուցվածքները, նախատեսվում են ջրամբարի պատերի ամրացում, ցանկապատի եւ կառամատույցի նորոգում։ Ծրագրի նախնական արժեքը շուրջ 550 միլիոն դրամ է։ Ներկայացված նախագծի մասով որոշակի վերապահում կար բնակչության մոտ, այն մասով որ հնարավոր է չկարողանան լողալ կամ նավակից օգտվել, պետք է նշեմ, որ դա այդպես չէ, թեև նախատեսում ենք շատրվանները լճի այս հատվածում ճակատով, որ փողոցից Երևան, ջրային մակերեսի մեծ մասը ազատ է լինելու։ Նախագծով անգամ նախատեսել ենք ափամերձ ավազով հատված, այս հատվածում իր այդ ծովային 4 տեսարաններով եւ նորից նավակները կլինեն, լիճը կշահագործվի նպատակով ինչ որ նախատեսված էր։ Ամբողջությամբ նախատեսվում է բուսականության այս հին ծառերի մասով փոփոխություններ, ամբողջովին նախատեսվում է հատակները հիմնանորոգել, քարե սալվածքներով արդեն եւ բոլոր կանաչ գոտիները կբերվեն պատշաճ տեսքի։ Նաեւ նախատեսում ենք լուսավորել մոտակայքում գտնվող պատմական Հովսեփանց կամուրջը, որ 16-րդ դարի է եւ ընդգծենք իր պատմական արժեքը։ Իսկ Ալավերդու քաղաքային լճի տարածքի բարեկարգումն ակտիվ փուլում է, կառուցվում են լուսաձայնային շատրվաններ եւ ամֆիթատրոն, մինչեւ մեծահասակները կզբոսնեն նորակառույց կանաչապատ ճեմուղիներով, երեխաներն իրենց ժամանակը կանցկացնեն ժամանակակից խաղահրապարակներում։ Շինաշխատանքների ավարտից հետո Ալավերդին կունենա միջազգային չափանիշներին համապատասխանող բազմաֆունկցիոնալ քաղաքային զբոսայգի։ Այնտեղ կտեղադրվեն նորից շքեղ լուսաձայնային էֆեկտներով շատրվաններ, կունենանք արձանախումբ Հովհաննես Թումանյանի փողոցի վրա է գտնվում, Թումանյանի հեքիաթներից հերոսների տեսքով, սիմվոլիկ զրուցարան ունենք, որ շատ հայտնի ալավերդցիներին կվերականգնվի արդեն դասական ճարտարապետության ոճով։ Քաղաքային լճերի տարածքը գտնվում է շատ վատ վիճակում, այսինքն որևիցե կերպ չէր համապատասխանում եկվա ստանդարտներին, որպեսզի կարողանանք պատշաճ կազմակերպել մեր բնակչության հանգիստը։ Համայնքը կարողացավ մասնավոր սեկտորի հետ գալ համաձայնության, տարիներ շարունակ իրենց տիրապետման տակ գտնվող հողատարածքները վերադարձվի համայնքին, իրենք վստահ են եւ հասկացել են, որ այդ ամենը արվում է ընդհանուր համայնքի բարեկեցության համար։ Մարզային եւ տեղական իշխանությունները խոստանում են շատ շուտով Վանաձորի եւ Ալավերդու լճերի բարեկարգ տարածքները կդառնան այս համայնքների այցեքարտը, ապահովելով տեղի բնակիչների ու հյուրերի արժանապատիվ հանգիստն ու հաճելի ժամանցը։ Սերինե Սերոբյան, լուրերի համար։